4-5 սալիկ վերևից քարաթափվել է, նույնը տեղի էր ունեցել օգոստոս ամսին, ամասնաշենքի հատվածում էր։ Դրսում քարաթափումներ են, ներսում ու ավտոկայանատեղիում ջրահոսք։ Լենինգրադյան 27-7 հասցեի պրեմիում դասի Տիգրան Մեծ բնակելի համալիրի բնակիչները բազմաթիվ խնդիրների մասին են ահազանգում։ Ասում են, վախենում են շենքի մոտով քայլեն, քայլելիս էլ խաչակնքվում են։ Ոչ ոք այն որ շենքի կողքով անգամ չի ուզում անցնի, բավական հեռավորության վրա է ցանկանում անցնել, որ չընկնի գլխից, որովհետև հաստատ մահացու վտանգավոր է։ Մոտ 1.5 ամիս է ինչ բնակվում ենք այս շենքում, ճիշտ ասած, երեխաներն արդեն կարգադրել են, որպեսզի պատերի տակով քայլեն, որ անգարց քար չընկնի մեկի վրա։ Ամսի 2-ին այո, առավոտյան դուրս եկա տնից, տենամ սաղ միջանցքը ջրի մեջ կորած, լիֆտերը չի աշխատում ջրի պատճառով։ Ավտոկայանատեղին ջրով է լցված, վնասված խողովակներից անդադար հոսող ջուրը քայքայում ու թուլացնում է շենքի հիմքերը։ Նույն պատկերն է նաև ներսում, վերջերս նորոգված պատերին ջրի հետքերը դեռ թարմ են։ Այս հոսանքներից հիմա ես ամեն պաժարաններ։ Մի բան ենք պահանջում կառուցապատողից, մեզ տալ են գույքը, որը ներկայացրել է վաճառքի։ Ներկայացրել են կանաչապատ տարածք, չգիտեմ, խաղահրապարակներ, լողավազան, շատրվան, բիզնես դասեր են, թող գան, ցույց տան, որ համապատասխանում են, մենք էլ ասենք ներողություն։ Կառուցապատողը անգամ չի բարեհաճում իր խնդիրները, որը ինքը պետք է անի, գա կատարի։ Սպասարկման գումարներ աշորթում եւ ասում է, եթե այդ գումարները չտաք, չգիտեմ, ձեր հետ նոտար չեմ մտնի կամ նոտար մտնելուց ջուրը կանջատեմ։ Շինարարությունը ամբողջությամբ կատարվել է խախտումներով։ Ինձ թվում է, այստեղ դատախազությունը գործ ունի անելու, կոլեկտիվ հայց կներկայացվի, ինձ թվում է մեր կողմից, որովհետև այս մարդիկ չեն կարող այսքան մարդու էշի տեղ դնել, չեն կարող այսքան մարդու խաբել։ Նորակառույցը 2 տարի ուշացումով է հանձնվել շահագործման։ Շենքը դեռ ամբողջությամբ բնակեցված չէ։ Բնակիչներն ամեն ամիս վճարում են, կատարում պայմանագրով նախատեսված պարտավորությունները, բայց դեռ սեփականության վկայականներ չունեն։ Բնակարանը գնելուց ասել են, որ 23 թվականի ամռանը կվերանորոգեմ, 23 թվականի դեկտեմբերին ես կապրեմ, բայց 26 թվականն արդեն, ինչպես տեսնում եք, չենք ապրում։ Քաղաքացիները գրասենյակի միջոցով բազմիցս դիմել են կառուցապատողին, սակայն խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև բազմապատկվել են, ցանկացել են հանդիպել կառուցապատողի հետ, բայց գրասենյակից պատասխանել են, որ երկրում չէ։ Նկարահանման ժամանակ բնակիչները զանգահարեցին կառուցապատողին։ Այնուհետև զանգահարեցին գրասենյակ։ Ուզում ենք իմանանք, որ ստեղծված խնդիրների հետ կապված ով է զբաղվում, ով այդ խնդիրները լուծելու, ով է պատասխան տալու։ Ֆելիքսյան տեսեք, ես այս պահին այս հարցին եկեք չպատասխանեմ, իրականում կառուցապատողը երկրում չի, որ վերադառնա եւ երկրի հանդիպում կազմակերպել, բոլոր հարցերին կպատասխանի կառուցապատողը։ Կառուցապատողին ոնց ուզում եք, փոխանցում եք, գա հենց այս պայից սկսած իր ամբողջ կազմով շենքի բոլոր խնդիրները լուծի, բազմաթիվ խնդիրները ոնց ուզում է։ Ձեր ժամանակը գնաց, ես ձեզանից շնորհակալ եմ ամեն ինչի համար, կառուցողական իրար հետ այս հարցը լուծում ենք։ Բնակիչները վերջնագիր ներկայացրին ու պայմանավորվեցին հարցերի պատասխանը ստանալու համար դարձյալ գնալ գրասենյակ։ Ասում են, եթե խնդիրները շուտապույտ չլուծվեն, դիմելու են ծայրահեղ քայլերի ու հայցել են ներկայացնելու դատարան։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։